Ովքեր են իրականում հայտնվում Միացյալ Նահանգների հարկային տեսչության, այսինքն IRS-ի ուշադրության կենտրոնում։ Այսօր ես հյուրընկալել եմ իմ ամուսնուն, նախկին IRS agent, CPA, Certified Tax Coach եւ Tax Strategist Վարդան Պողոսյանին, ով կպատասխանի այդ հարցին եւ ոչ միայն։ Ողջույն Վարդան, շնորհակալ եմ, որ ընդունել ես հրավերս։ Ողջույն Արինա, շատ ուրախ եմ լինել քո podcast-ում։ Այսօր մենք խոսելու ենք IRS-ի մասին եւ փորձելու ենք հնարավորինս շատ ինֆորմացիա քաղել քեզանից, թե ինչ է կատարվում IRS-ի ներսում, քանի որ դու ունես երկար տարիների փորձ այնտեղ, բայց միջև IRS-ի թեմային անդրադառնալը, կուզեի հարցնել քո ներկայիս գործունեության մասին որպես tax strategist։ Որն է տարբերությունը tax strategist-ի եւ սովորական regular CPA-ի։ Տարբերությունը իրականում մեծ է, իհարկե ինքը նույն հարկային դաշտում է, բայց tax strategist-ը ավելի կենտրոնացած է բիզնեսատերերին եւ ով որ շատ հարկեր է տալիս, թաքսեր է տալիս, իրանց թաքսերը նվազեցնելու։ Սովորական CPA-ը ավելի մտահոգված է հարկերը ժամանակին ֆայլ անելու, bookkeeping, payroll եւ այդ մնացած հաշվապահական հաշվետվությունը անելու։ Ես լինելով tax strategist եւ ունեմ փորձ իհարկե երկու ոլորտում էլ, ունեցել եմ CPA firm, սովորական թաքսեր հաշվելու firm եւ հիմա կենտրոնացած եմ ավելի օգնելու բիզնեսատերերին օրենքի սահմաններում իրանց հարկերը նվազեցնել։ Այսինքն strategist-ը կենտրոնացած է consulting-ի վրա։ Շատ բարի։ Իսկ ովքեր են քո հաճախորդները առհասարակ։ Հիմնականում բիզնեսատերեր, որոնք շատ հարկեր են վճարում։ Մենք օգնում ենք բիզնեսատերերին, որ օրենքի սահմաններում իրանց հարկերը նվազեցնենք, ինչ անում ենք օրենքի դաշտում է եւ շատ loophole-ներ կա, tax բացառություններ, որոնցից մենք փորձում ենք մեր հաճախորդներին օգնել, որ օգտվեն օրենքի այդ բացառություններից։ Ինչպիսի բիզնեսների մասին է խոսքը, large, small Հիմնականում եկամտաբեր, այսինքն մեր հաճախորդները ոչ թե որ դա մեր կամքով է, այլ օրենքն է տենց գրված, որ ավելի նպաստ է ամերիկյան tax code-ը, տենց է գրված, որ ավելի օգնում է ասենց ասած խոշոր բիզնեսներին։ Այսինքն օրինակ Կալիֆոռնիայում խոշոր բիզնեսները, եթե ըստ օրենքի թաքսերը տան, հարկերը տան, կլինի մոտ 50%։ Սա մենք փորձում ենք այդ 50%-ը նվազեցնել։ 1 միլիոն եւ ավել եկամուտ ունեցողները ընկնում են այդ բարձր տոկոսի տակ եւ իմ ոնց որ specialization-ը, իմ մասնագիտությունը օգնել այդ բիզնեսների նվազեցնել օրենքի սահմաններում։ Նշեցիր, որ դու տիրապետում ես բազմաթիվ հարկային ռազմավարությունների, որոնց շնորհիվ իջեցնում ես հարկատուի հարկերը։ Կուզեի իմանալ այսքան տարիների ընթացքում որն է եղել հաճախորդի համար քո ամենաշատ կատարած հարկային խնայողությունը։ Կհիշես, թե որքան է եղել։ Իհարկե օրինակները շատ են։ Մենք բազմաթիվ օրինակներ ունենք մեր practice-ում, որ օգնել ենք բիզնեսներին, ստրատեգիան captive insurance-ը կոչվում, ամեն բիզնես Ամերիկայում իրավունք ունի micro captive insurance company ստեղծել, IRS-ի կոդ 831B-ն թույլ է տալիս, որ այդ micro captive insurance ծրագրից օգտվի ամեն բիզնես։ Եվ ինչ է կատարում բիզնեսը insurance policy-ներ է առնում իր insurance company-ից եւ վճարում է premium-ներ։ Այդ premium-ները tax deductible են, այսինքն ինքը tax write-off է այդ կոդի տակ եւ insurance company-ին վերցնում է եւ tax չի տալիս, գնում է reserve։ Ինքը շատ զորավոր ու powerful ստրատեգիա է, որից կարան բիզնեսները օգտվեն նամանավանդ COVID-ից հետո օրինակի համար այդ policy-ներից մեկը միգուցե դիտորդները հարց ունենան, policy-ներից մեկը դու կարող ես պանդեմիկը insure անել այդ կոդի տակ։ Այսինքն դու insurance policy ես առնում այդ insurance company-ից եւ վճարում ես premium-ներ, որ օրինակի համար նորից COVID-ի նման մի հատ պանդեմիա լինի ու քո բիզնեսը տուժի, այսինքն փակվի եւ ունենա loss, ասենց ասած։ Եվ դու կարող ես թաքսերից դուրս գաս այդ premium-ները
եւ քո հիմնած insurance company-ն tax չի տալիս, երբ որ վերցնում այդ premium-ների գումարը։ Ինքը շատ զորավոր եւ powerful strategy է։ Կհիշես, թե որքան է եղել ամենախոշոր հարկային խնայողությունները հենց կոնկրետ այդ ռազմավարության շնորհիվ։ Մենք ունեցել ենք երկու մեծ case, որ խնայողությունը հարկերի եղել է 4-5 միլիոնի սահմաններում։ Վարդան, շատ մարդկանց մոտ տարածված կարծիք կա, թե IRS-ը private agency է, այլ ոչ թե պետական համակարգ։ Ինչ կասեիր սրա մասին։ Հետաքրքիր հարց է, շատ եմ լսում, ինձ շատ են հարցրել այդ հարցը, եւ իհարկե դա միթ է, IRS-ը private agency չի, IRS-ը federal դաշնային federal government agency է։ Ես աշխատել եմ այնտեղ համարյա 10 տարի, իմ paycheck-ի վրա եղել է պետական դրոշը, այսինքն ինքը պետական agency է, դա միֆ է եւ չկա տենց։ Որտեղից է առաջացել այդ կարծիքը։ Գիտեք, մարդիկ շփոթում են IRS-ին բանկային համակարգի հետ, այսինքն Ամերիկայում բանկային treasury այդ համակարգը self-regulated, այսինքն բանկերը ունեն միություն եւ այդ միությունը ինքը կիսապետական կառույց է։ Այսինքն օրինակ Հայաստանում, Եվրոպայում, բոլոր երկրներում գոյություն ունի central bank, այսինքն կենտրոնական բանկային համակարգ։ Բայց Ամերիկայում բանկերը ոնց որ այդ իրանք կիսապետական են իրանց կառավարությունը։ Եվ մարդիկ ինձ թվում է այս միթը, իմ կարծիքն է սա, եկել է դրանից, որ մարդիկ մտածում են, եթե central banking-ը կիսապետական է, ուրեմն IRS-ն էլ է։ Ինքը private agency է, այսինքն երբ որ դու հարկ ես վճարում, այդ հարկերը գնում են ինչ-որ մեկի գրպանը։ Դա իրականություն չի, ուղղակի conspiracy է։ Դու որպես մեկը, ով այդքան երկար տարիներ աշխատել է IRS-ում եւ քաջ տեղյակ է IRS-ի ներքին խոհանոցից, ինչ ես կարծում, արդար համակարգ է IRS-ը։ Պրովոկացիոն հարց է, իհարկե, բայց պատասխանս կլինի այո եւ ոչ։ Արդարը այն առումով, որ ինքը որպես բոլոր պետություններ ունի հարկային համակարգ եւ ամեն ինչ հիմնված է հարկերի վրա, գաղտնիք չէ դա, եւ ինքը վերցնում է հարկերը որպես պետություն եւ բաշխում է թոշակներին, նպաստներին, բանակին եւ մնացած ծառայություններին, ոնց որ բոլոր երկրները։ Բայց իհարկե ինքը համակարգը չեն կարող ասենք լրիվ արդար է, որովհետեւ այն առումով, որ ինքը հարկային օրենքները գրված են, որ նպաստեն ավելի խոշոր բիզնեսներին եւ հարուստներին։ Այսինքն այդ tax loophole-ները, այդ հարկային նպաստները ավելի դիզայն արած հարուստների համար, խոշոր բիզնեսների համար եւ իրանք են հիմնականում օգտվում այդ նպաստներից հարկային։ Այդ առումով ինքը այդքան էլ արդար չի, որովհետեւ ինքը միջին խավի վրա է դրել հարկային բեռը։ Եթե դուք տեսնեք բյուջեն Ամերիկայի, ինչքան հարկ են հավաքում, Ամերիկայի պետությունը ինչքան հարկ է հավաքում, այդ հարկի մեծ մասը 70-ից 80% մոտավոր միջին խավն է տալիս։ Այսինքն կա խոշոր բիզնես, հարուստներ եւ կա ցածր եկամուտի, որ նպաստների վրա են պետական, այդ երկու խավը օգտվում է պետությունից շատ անգամ եւ միջին խավի վրա է բեռը հարկային։ Եվ դա իհարկե այդքան էլ արդար չի։ Շատ լավ։ Իսկ որ բիզնես ոլորտներն են ավելի հաճախ հայտնվում IRS-ի ուշադրության կենտրոնում։ IRS-ը դե ստորենքի իրավունք ունի թարգետանի ինչ-որ հատուկ ինդուստրիա։ Դա կլինի օրենքից դուրս, չկա այդպիսի թարգետ անել ինչ-որ ինդուստրիա, ասենք IRS իրավունք ունի, օրինակ որոշի մենակ պիտի լոյերներին կամ, չգիտեմ, բժիշկներին կամ ինչ-որ բնագավառում ստուգումներ անի, բայց իմ փորձից IRS-ում աշխատել եւ իմ 22 տարվա, 23 տարվա փորձը ինձ ցույց է տալիս, որ կան պրոբլեմատիկ ոլորտներ, ինդուստրիաներ, որտեղ IRS-ը ավելի շատ խնդիրներ է հայտնաբերում, քան թե
մյուս բիզնեսներում։ Օրինակի համար իմ փորձից կարամ ասեմ, այն մասնագիտությունները, որը commission-ի վրա են, այսինքն իրանք ստանում են 1099 եւ հարկ չեն վճարում մինչեւ տարվա վերջ, իրանք ավելի շատ խնդիրների են բախվում։ Այսինքն երբ որ մեկը աշխատում է մեկի մոտ եւ չեք ստանում, իր թաքսերը արդեն հանված է։ Ինքը ստանում է չեկը, թաքսերը տված, տարվա վերջում ուղղակի ֆայլ անում։ Իսկ այն անձերը կամ փոքր բիզնեսները, որ ստանում են գումար եւ պետք է ամբողջ թաքսը տարվա վերջում տան, խնդիրների առաջ են կանգնում։ Օրինակ salesmen-ներ, շատ real estate broker-ներ, agent-ներ, իրանք 1099 են ստանում եւ հարկ չեն տալիս մինչեւ տարվա վերջ։ Եվ չեն հաշվարկում ճիշտ ձևի, որ մի կողմ դնեն հարկերի գումարը եւ վերջում բախվում են խնդիրների։ Եվ IRS-ը ոչ թե target անում իրանց, այլ ավելի շատ խնդիրներ է բացահայտում այդ ոլորտներում։ Իսկ եթե կոնկրետ ոլորտի մասին չի խոսքը, այլ ընդհանրապես ինչպես է IRS-ը որոշում, թե ում պետք է ստուգի։ Շատ հետաքրքիր հարց է, իր մեջ պարունակում է գաղտնի process-ներ, որը որ ոչ մեկ չգիտի, բայց կան process-ներ, որը հայտնի է եւ իմ փորձից կարամ ես ներողություն, ոչ մեկ չգիտի ասելով նկատի ունես նաեւ հենց ներսի գործակալները իրենք էլ չգիտեն։ Այո։ Հիմա բացատրեմ ոնց է այս ամբողջ համակարգը աշխատում եւ շատ պարզ կլինի։ Ամեն մարդ եւ բիզնես, որ թաքսերը իր ֆայլ անում, ուղարկում IRS-ին, IRS-ի համակարգը իրան իր tax return-ին, այդ հաշվետվությանը տալիս է բալային թիվ։ Ինքը կոչվում է DIF score, DIF score։ Դու լինես անհատ, լինես բիզնես, քո tax-ը բալային համակարգով մի հատ թիվ է IRS-ը տալիս։ Ինչքան է թիվը բարձր է, այդքան քո շանսը audit-ի բարձրանում է։ Եվ ինչպես այդ թիվը բարձրանում այդ բալը։ Երբ որ դու քո tax-երի մեջ, օրինակ բիզնեսի օրինակը բերենք ավելի հեշտ է։ Օրինակ բիզնես, երբ որ իր tax-երը ֆայլ անում, ինքը եթե սովոր unusual, այսինքն մի հատ ծախսեր է դնում, որ բնորոշ չի իր ինդուստրիային, իր սկորը բարձրանում է։ Այսինքն օրինակի համար, եթե lawyer-ը, իրավաբան է, ինքը tax-երը ֆայլ անում իր lawyer-ական ֆիրմայի համար, ընկերության համար, եւ ինքը մի հատ ծախս է դնում այնտեղ, որ բնորոշ չի lawyer-ին։ Օրինակի համար cost of goods sold, ապրանք է վաճառել։ Եթե ինքը իր հաշվապան սխալմունքով այդ լայնի վրա մի հատ թիվ դնի, դա չի նշանակում ինքը կգնի audit-ի տակ, բայց իր շանսը արդեն բարձրացավ audit-ի։ Մենք կոչում ենք IRS-ում դա LUQ, large, unusual and questionable։ LUQ մեծ, անսովոր եւ հարցական ծախս թարգմանաբար։ Այդ LUQ։ Եվ ինչքան շատ դու LUQ ունես քո tax-երի վրա, այդքան քո բալային թիվը բարձրանում է։ Դու ուզում ես, որ քո tax return-ի բալի թիվը ցածր լինի, որ դու շանսը կչանա audit-ի։ Ու ինչ անում IRS-ի համակարգը։ Ինքը այդ բալային համակարգով որոշում է ում audit անի։ Այդ իրական այդ բալերը ոնց է հաշվարկում, դա գաղտնիք է։ Ոչ մեկը չգիտի, ագենտները անգամ չգիտեն, ես ին համար 9.5 տարի աշխատել եմ այնտեղ։ Ես էլ չգիտեի, իմ մենեջերը չգիտեր ոնց է այդ բալային համակարգը իրականում հաշվարկվում։ Բայց մենք տեսնում ենք, որ ավելի շատ բարձր բալային թվերով return-ները գալիս են audit-ի։ Բայց մի հատ կոմպոնենտ կա շատ կարևոր, որ դու կարող ես նաև ցածր սկոր ունենաս, բայց նորից ընկնես audit-ի տակ։ Ինչի՞։ Որովհետև IRS-ը չի ուզում, որ մարդիկ հայտնաբերեն այդ։ Այսինքն ինքը sense guessing-ի մեջ ակցում։ Օրինակ ես բիզնես եմ audit արել IRS-ում, որ չպետք է audit անեք, այս ոչ մի ինքը sense անսովոր բան չկար իր return-ի մեջ։ Դրանք իմ փորձով մոտ 15-20%-ն են բոլոր audit-ների, որ մենք իրականում չպետք է audit անենք այդ բիզնեսին, բայց գնում ենք ու audit ենք անում։ Դա նաև ցույց է տալիս IRS-ին շուտ փակել այդ кейսերը, որ ինքը կոնգրեսին թիվ ունի, որ IRS-ը պետքա տարին X amount audit անի։ Եթե ինքը բոլոր դժվար այդ բարձր բալային սկորերով return-ները audit անի, ինքը
երկար կտեվա audit-ները չի կարա իր այդ թիվը խոստված կոնգրեսին տա։ Դրա համար մի կոմպոնենտ կա, որ այդ кейսերը արագ ապահովում են։ Իսկ Վարդան, բացի այդ հավելյալ ծախսերից, որ բնորոշ չեն բիզնեսին, կարող ես թվարկել այլ հանգամանքներ, որ կարմիր դրոշակ են դառնում այդ բալային համակարգի համար, օրինակ residential address-ների home office կոչվածը, որ կամ եթե ունես այլ օրինակներ մեր դիտորդների համար։ Home office-ը իհարկե շատ հայտնի բան է, շատ news բոլորը լսում են դրա մասին։ Home office, այսինքն դու երբ որ ասում ես իմ տան մի մասը office է, դա էֆեկտ է անում։ Ինքը միթ է, որ դու home office դնես ու անպայման audit-ի տակ ես ընկնում, դա այդպես չի, բայց նմանատիպ ծախսեր կան, expense-ներ կան, որը դու երբ որ քո return-ում ցույց ես տալիս, քո այդ շանսը շատանում է։ Որից եմ ասում, չկա տենց բան, որ դու մի բան անես անպայման audit-ի տակ ընկնես ու չկա մի ձև, որ բացառել audit-ը։ Այսինքն ու այդ ծախսերից մեկը նաև երբ որ մարդիկ օրինակ real estate շատ ունեն Կալիֆոռնիայում, մեր հայկական համայնքում բոլորը սիրում են անշարժ real estate-ի մեջ invest անել, շատ audit-ներ առաջանում են այդ ոլորտում, երբ որ real estate-ը ունի loss-եր, այսինքն մինուս է գնացել real estate-ը, շատ անգամ, որովհետև շենքի մաշվածության ծախսեր են դնում, եւ շատ անգամ մարդիկ ընկնում են audit-ի տակ, որ ունեն շատ real estate շենքեր, տներ, որովհետև real estate-ի loss-ը, այսինքն կորուստը սահմանափակում է IRS-ը եւ իրանց հաշվապան միգուցե ճիշտ չի դնում այդ loss-երը, որովհետև real estate-ի loss-ը դու չես կարա offset անես քո մյուս business income-ի դիմաց, unless եթե դու real estate professional ես, so real estate professional-ի մեջ շատ audit trigger-ներ ալինում են։ Վարդան, կպատմես մի փոքր քո career շագերի մասին, ինչպիսի մասնագիտական շոկերի ես ենթարկվել, երբ սկսեցիր աշխատել IRS-ում։ Ինձ թվում է քո podcast-ի ժամանակը չի հերիքի, ես բոլոր իմ շոկերը պատմեմ IRS-ում, ինքը մի agency agentство է, որ դու առնչվում ես շատ բաների մեջ եւ շոկեր շատ կան իմ կարիերայից, որ կարամ կիսվեմ, օրինակ ինձ իմ մենեջերը մի օր կանչեց եւ ասեց, որ մենք IRS-ի կրիմինալ բաժնից խնդրանք ենք ստացել, որ agent իրանց գնա օգնի մի кейսի վրա, որը որ նաև այդ кейսի մեջ համագործակցում էր IRS-ն ու FBI-ը։ So ինձ մենեջերը ընտրեց, որ ես մասնակցեմ այդ кейսին, իրանց պետք էր ոչ կրիմինալ բաժնից մեկը, որ այդ հարկային background-ում այդ հարկային գործեր իրանց օգներ, եւ ես գնացի առաջի անգամ կյանքումս FBI headquarters, այսինքն ներս FBI-ի, մի քանի շաբաթ գնում էի եւ աշխատում էի իրանց օֆիսում FBI agent-ների հետ, մտնել FBI, որը որ դու ասենք կինոներում ես տեսել, դռները բացվում են, քո հետևից փակվում են եւ այլն, շատ հետաքրքիր եւ կարամ ասեմ career shock էր իմ համար մասնակցել, պատիվ ունենալ, մասնակցել, ընտրվել լինել այդ թիմում։ Իմ кейսերից կարամ ասեմ ամենա վառ кейսերից մեկը ասենց ասած fraud case ունեի ես, մի հատ բժիշկ ինքը հոգեբույժ 10 տարի ֆայլ չէր արել իր tax-երը եւ անգամ աշխատողներից payroll tax-ներ վերցրել եւ չէր տվել պետությանը։ Եվ ինքը whistleblower case էր, այսինքն իր աշխատողներից մեկը IRS-ին case էր ուղարկել, որ իմ boss-ը իմ tax-երը վերցրել է եւ չի ֆայլ արել պետությանը։ Եվ 10 տարվա մենք audit արեցինք այդ բժշկին եւ մեծ assessment եղավ, ինքը տունը կորցրեց եւ շատ հետաքրքիր ու кейսեր, որը նորից մենք համագործակցում ենք կրիմինալ բաժնի հետ։ Վերադառնալով tax planning-ի թեմային, պատահում է, որ երբևէ մարդիկ վճարում են IRS-ին շատ ավելին, քան հարկավոր է։
Որովհետև շատ դեպքերի ենք հանդիպում, երբ չեն վճարում բավարար, իսկ ինձ հետաքրքիր է պատահում է, որ վճարում են շատ ավելին, քան հարկավոր է։ Իհարկե, այստեղ մի հատ հոգեբանական նրբություն կա, այս հարկերի հետ վերաբերյալ, գոյություն ունեն մարդիկ, որոնք իրանք ծայրահեղ conservative են, պահպանողական են եւ վախում են որևէ բան անել, որ հանկարծ իրանք չընկնեն audit-ի տակ։ Գոյություն ունի երկրորդ խումբ, որը որ շատ ագրեսիվ է եւ ուզում է ամեն ինչ անի, որ հարկ չտա։ Եվ գոյություն ունի երրորդ խումբ, որոնք օրենքի սահմաններում ուզում են նվազեցնել իրանց հարկերը, բայց ամեն ինչ օրենքի սահմաններում։ Եվ դա իհարկե շատ խորը հոգեբանական պահեր է, չէ՞, մարդու բնույթից, ինքը ինչ ձև է, դու չես կարող փոխես մարդուն, իմ կարծիքով, ամեն մեկը պետք է եւ այն խումբը, որը ինքը ծայրահեղ conservative է, պահպանողական է, այդ խմբի մեջ շատ է լինում, որ իրանք կարան օրենքից օգտվեն 100% օրենքի սահմաններում նվազեցնեն հարկերը, բայց չեն անում, վախենալով, որ կարան ընկնեն audit-ի տակ։ Կա այդ երևույթը անպայման, եւ մի հատ անգլերենում խոսքը fear leads to paralysis, այսինքն վախը պարալիզացնում է, այո, եւ հարկերում էլ այդ երևույթը կա, որ վախը կարա պարալիզացնի մարդուն, որ ինքը քայլեր չանի իր հարկերը իջացնելու։ Վարդան, դու նաև որպես Chief Financial Officer որոշ խոշոր ընկերությունների համար կատարում ես գործնական այցեր տարբեր երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Կիպրոս, Իսպանիա եւ այլն, եւ քաջ տեղյակ ես նրանց հարկային սիստեմների հետ։ Ինչ առանձնահատկություն ես տեսնում, երբ համեմատում ես այդ երկրների հարկային սիստեմները Միացյալ Նահանգների հարկային սիստեմի հետ։ Շատ լավ հարց է ու հետաքրքիր, ու շատ ինքը կզարմացնի քո դիտորդներին միգուցե, որովհետև մենք ունենք տենց կարծրատիպ, stereotype, որ IRS-ը շատ վախենալու, ագրեսիվ agency է, եւ կարծես բոլորը մտածում են, որ ամենա sense aggressive agency-ն աշխարհում, բայց իրականությունը հակառակն է։ Import-ից ես ծանոթ եմ Իսպանիայի, Կիպրոսի, Հայաստանի հարկային սիստեմներին եւ կարամ ասեմ, որ այնտեղ ավելի իրանց հարկային այդ մարմինը ավելի ագրեսիվ է ու ավելի կոնտրոլ ունի իրանց բիզնեսների վրա, քան թե Ամերիկայի IRS-ը։ Եվ դա կզարմացնի միգուցե շատերին, եթե բիզնեսատեր հիմա նայում այս հաղորդումը, ինքը ինվոյսներ է ուղարկում իր կլիենտներին, պատկերացրեք, որ դու ինվոյսը ոչ թե կլիենտ, հաճախորդ ու բիզնեսի հետ ես անում, այլ դու հարկայինի միջոցով ես քո ինվոյսը անում։ Այսինքն, եթե ես բիլ եմ ուղարկում իմ կլիենտին, պետք է ուղարկեմ հարկային սիստեմով գնա իմ կլիենտին։ Այսինքն, հարկայինը իմանում է ամեն ինվոյսը, որ գնում է կլիենտին։ Ամերիկայում դա չկա։ Դա բիզնես ու կլիենտ հարաբերության մեջ է։ Իհարկե, հարկայինը կարող է գաս դուքի եւ տենա դու ինվոյսները չես ուղարկել եւ դու գանիք ես Ամերիկայում։ Բայց արտասահմանում մեծամասամբ այդ ինվոյսի սիստեմը հարկայինի միջոցով է։ Եվ դա մեծ առավելություն է իրանց հարկայինի համար կոնտրոլ ունենալ ամեն գործարքի մեջ։ Իրանց մատը ոնց որ ամեն գործարքի մեջ խառն է։ Այդ առումով, հետո ընդհանուր հարկային սիստեմը ավելի բարենպաստ է բիզնեսի աճի համար Ամերիկայում, քան թե որևէ երկրում, որ ես տեսել եմ։ Միգուցե իրանց հարկի տոկոսը ցածր է, օրինակ Կիպրոսում 12-15 կապ ունի, որ բնակավարում ես, ցածր Ամերիկայից 2-3 անգամ հարկի տոկոսը։ Բայց ընդհանուր իրական հարկը, որ Ամերիկայի բիզնեսը տալիս է, միգուցե եւ լինի այդքան կամ ավելի քիչ։ Այսինքն գոյություն ունի մի հատ տոկոս, որը դու պետք է տաս, բայց գոյություն ունի effective tax rate։ Այսինքն statutory tax rate, effective tax rate։ Effective rate-ը Ամերիկայում
դու կարող ես իջացնել ավելի քան այդ իր rate էլի, որ պետք է օրենք ասում ատաս։ Նորից ամեն ինչ օրենքի սահմանները մենք խոսում։ Եվ նաև իրանց մոտ շատ օրենքները բիզնեսի գործունեությունը ոնց որ խոչընդոտելու, ասենց ասեմ, էլի։ Եվրոպայում ընդհանուր կասեի Հայաստանը այդ հարցում միգուցե ավելի բարենպաստ է, քան թե Եվրոպայի երկրները, ավելի շատ անդեղ licensing, permit, ամեն քայլափոխին հսկողությունա դու գանվելու, ասենք, շանսը շատ է։ Այստեղ էլ կարծես չի, որ Ամերիկայում դա չկա, ուղղակի այնտեղ շատ խիստ է ավելի։ Ու բիզնեսները ավելի sense ճշմարտ տակ են այդ երկրներում, որ հանկարծ մի բան չան։ Ու բանկային համակարգը նարին է, ասեմ, հետաքրքիր կլինի միգուցե ով որ նայում է բիզնես ունի, մենք պետքա շատ գոհ լինենք Ամերիկայի բանկային համակարգից։ Այնտեղ 2-3 ամիս է տևում բանկի հաշիվ բացել։ Վաու։ Իսպանիայում օրինակ, Կիպրոսում քո ոնց որ sense մեր հայկական ասած ուղնուցուցը պետք է իմանան միջև բանկի հաշիվ բացեն։ Որոշ դեպքերում ամիսներ է տևում։ Իսկ դե մենք մտնում ենք Bank of America, Citibank, հաշիվ ենք բացում նույն օրը։ Կես ժամում հաշիվ ենք բացում, մի ժամում, այդպիսի բան չկա Եվրոպայում։ Իրանք պետք է իմանան, դու ինչի ես հաշիվը բացում, անգամ անհատները բիզնես չունեն, մտնում են հաշիվ են բացում, ժամանակ է տևում։ Շատ լավ, ես ուզում եմ ներկայացնել մի քանի իրավիճակ եւ խնդրեմ ասա, թե այս իրավիճակներում կոնկրետ շահույթը համարվում է հարկվող եկամուտ, թե ոչ։ Ուրեմն կանխիկ կամ ինչ որ արժեքավոր նվեր։ Նվերն ու կանխիկը տարբեր բաներ են։ Հիմա եթե կանխիկ դու որպես բիզնես ստանում ես, cash, դու պետք է հարկվում է իհարկե, պետք է ստացողը հարկվում է։ Այսինքն օրենքը չի բացառում cash-ը թե չեկա, եթե դա եկամուտ է բիզնեսին, պետք է հարկվի։ Ահա, իսկ եթե խոսքը գնում է ինչ որ արժեքավոր նվերի մասին, նվերը տարբեր կատեգորիա է, Ամերիկայում նվեր ստացողը չի հարկվում, բայց նվեր տվողը կարող է հարկվի։ Այսինքն այստեղ հակառակն է, մի քիչ լոգիկային հակառակ է, բայց Ամերիկայում դու ունես lifetime exemption, այսինքն քո կյանքում կարաս X amount նվեր տաս առանց հարկվելու։ Եվ նաև տարեկան լիմիտ կա։ Այսինքն մոտ 19000-ի ամեն տարի փոխվում է, 19000-ի սահմաններում է տարեկան լիմիտը, որ ամեն մարդ կարա նվեր տա առանց tax file անելու։ Եթե կին ամուսին են, մոտ 38000-ի սահմաններում կարա նվեր տան առանց հարկ տալու։ Լավ, փողոցում գտած գումար։ Փողոցում գտած գումարը հարկվում է IRS code section 61, code section IRS-ը շատ ինքը broad line ոնց որ բան է տալիս, օրենք է տալիս, որ from whatever source derived, այսինքն եթե դու գումարես գտել փողոցում, ըստ օրենքի պետք է ներկայացնես քո հարկերում եւ վճարես հարկ։ Շատ լավ։ Life insurance-ի death benefit հիմնականում չի հարկվում։ Չի հարկվում։ Եթե life insurance proceeds-ն ասում, ինքը հենց այդ նույն code section-ում բացառությունն է, չի հարկվում, որոշ պարագաներ կա, կարող է հարկվել, բայց հիմնականում ոչ։ Արտերկրում վաստակած գումար։ Եթե դու tax resident ես Ամերիկայում, tax resident-ը պարտադիր citizen լինես կամ green card, դու կարող ես ժամանակավոր ստատուսով անգամ լինես Ամերիկայում, այնտեղ օրենքներ կա, չխորանանք շատ տեխնիկական պահերով, բայց դու եթե tax resident ես Ամերիկայում, Ամերիկան ասում է դու հարկվում ես ամբողջ աշխարհում քո եկամուտի վրա։ Այսինքն եթե դու ունես եկամուտ Հայաստանից, դու ապրում ես Ամերիկայում եւ tax resident ես, դու պարտավոր ես ներկայացնել քո եկամուտը Հայաստանից։ Շատ են դիմում, օրինակ, տուն ենք ծախել Երևանում, ինչ անենք, դա հարկվում է այստեղ, պատասխանն է, եթե tax resident ես, այո, այստեղ հարկվում է, բայց իհարկե ճանապարհներ կան օրենքի սահմաններում միգուցե նվազեցնելու հարկը։ Խաղատներից շահած գումար։ Խաղատները, կազինոները, այո, հարկվում են,
եւ կազինոներում երբ որ դու շահում ես գումար, կարծեմ $600 լիմիտը, $600-ից ավել գումարը արդեն կազինոն ձեզ թաքսի թղթաբանություն է տալիս, որ լրացնեք նախքան ձեր գումարը տալը, բայց դու կարող ես քո կազինոյի շահած գումարը հարկվելը քչացնես, երբ որ դու կրվել ես նաև այդ նույն տարում։ Այսինքն դե հիմնականում մարդիկ որ կազինոյում շահում են, մի օր 3 օր կրվում են, այսինքն մի շատ է կրվելը, քան թե կրելը, եւ շատ կարեւոր է, եթե մեկը կազինոյում շատ է խաղում, ինքը իր կրվածները դոկումենտ անի, այսինքն այդ statement-ը վերցնի կազինոյից, որ ինքը կրվել է, այսինքն միշտ չեկով խաղաս, այդ ռիսիթները պահես, որ շահելու դեպքում, եթե բախտդ բերի մի օր շահես, կարանաս թաքս չտաս։ Լավ, եւ վերջինը նարկո բիզնեսից ստացած շահույթ։ Դա էլ է շատ հետաքրքիր հարց ու շատ են ինձ հարցնում, այսինքն մենակ նարկո բիզնես չեն, ընդհանրապես կրիմինալ գործունեությունը ոնց է հարկվում, իրականում հարկվում է, շատ զարմանալի է պատասխանը շատերի համար, այսինքն մեկը որ փողոցում, չգիտեմ, կոկեին է վաճառում, հերոին է վաճառում, երբ որ ինքը բռնվում է FBI-ի կողմից, պոլիսների կողմից, նաև այդ օրը հայտնվում է IRS-ի կրիմինալ բաժինը։ FBI-ը պոլիսները միշտ հրավիրում են IRS-ի կրիմինալ բաժինը, կամ այդ ռեյդ անելուց իրանց բռնելուց, կամ մի օր հետո, 2 օր հետո զենքերով IRS-ի կրիմինալ յունիտն է գալիս եւ գնահատում է այդ հերոինը, կոկեինը կամ ինչ-որ զենք, ինչ-որ որ անօրինական է եւ այդ մարդը ինքն կրիմինալ հարկային կրիմինալ հոդվածով մի հատ ավել հոդված են դնում իրավը։ Վա, абսուրդային մի տեսակ, բայց հետաքրքիր միաժամանակ։ Որտեվ օրինակ Ալ Կապոնը հայտնի մաֆիոզ Ամերիկայի, ինքը tax evasion-ով գնաց ջել։ Որովհետեւ շատ չկարողացան հաստատել։ Հայտնի մաֆիոզներ, հայտնի կրիմինալներ, իրանք անենց են անում իրանց այդ enterprise-ը, իրանց այդ օրգանիզացիան, որ շատ դժվար է իրանց կրիմինալ մի բանի վրա բռնել, բայց շատ հեշտ է հարկայինի։ Ոչ թե շատ հեշտ է, բայց ավելի դժվար է իրանց համար պլանավորել, որ հարկայինի այդ խնդիր չունենան։ Դրա համար միշտ tax evasion, այսինքն խուսափել հարկերից, ինքը կարա լինի ուղղակի civil penalty եւ կարա լինի կրիմինալ։ Եվ շատ անգամ այդ ով որ անօրինական տես գործարքների մեջ է, ինքը կրիմինալի տակ կանգնում։ Վարդան, ի՞նչն է ամենաշատը քեզ բավականություն պատճառում քո աշխատանքի մեջ։ Ես իմ հաշվապահական ընկերությունը վաճառելուց հետո, երբ որ ես սկսեցի արդեն full time tax planning անել, այս consultation-ի մեջ եմ արդեն տարիներ, ինչի ես այդ ուղղությամբ որոշեցի շարունակել իմ կարիերան, որովհետև ինձ շատ հաճույք է պատճառում, երբ որ ես կարող եմ օրենքի սահմաններում մարդկանց թաքսերը նվազեցնել, եւ այդ էֆեկտը, որ ունի քիչ թաքս տալը իրանց բիզնեսի եւ կյանքի վրա։ Այսինքն, երբ որ ես կարող եմ իրանց թաքսերը նվազեցնել եւ իրանց բիզնեսն են աճեցնում այդ գումարով կամ չգիտեմ երեխային համասարան են կարող ուղարկեն այդ գումարով, շատ մեծ հաճույք է ինձ պարգևում, որ ես էֆեկտ եմ կարող ունենալ, որովհետեւ իրականում ֆինանսական էֆեկտը նաեւ էֆեկտ է ունենում մարդու մյուս կյանքի բնագավառների վրա։ Բեռը իջեցնում մարդկանց։ Բեռը իջացնում, հոգսը իջացնում, եղել է որ աուդիտի համար են ինձ դիմել, որ ես իրանք IRS-ի աուդիտի մեջ են եղել եւ շատ խառը վիճակ է եղել եւ ես աուդիտը տարել եմ մինչեւ վերջ եւ լավ ռիզոլտներով եւ այդ հոգսը որ մարդու վրայից դուրս է գալիս ու դու քո հաճախորդին դա արդեն գումարից են կոմ մի բան է էլի իհարկե վճարում ես քո սերվիսների համար, բայց նաև երբ որ վճարում ես ու միաժամանակ մարդու բեռը կարող ես վերցնես, լինի աուդիտ, լինի թաքսերի նվազեցում, շատ հաճելի զգացմունք է եւ fulfilling էլի, այսպես հագեցնող բան զգացմունք։
Եվ որպես զրույցի ավարտ կխնդրեի ինչ որ կարևոր խորհուրդ փոխանցեիր մեր համայնքի գործարարներին։ Ես կսկսեի իմ խորհուրդը ստատիստիկայով։ Բիզնեսների 50%-ը համարյա Ամերիկայում փակվում են 5-րդ տարում։ Դա շատ ցավալի ստատիստիկա է։ Այսինքն դու 50% շանս ունես, որ բիզնես ես բացել 5 տարում փակվելու է քո բիզնեսը։ Դա կարող ունենա շատ պատճառներ։ Վատ մարքեթինգ, չգիտեմ, լավ թիմ չես ունեցել եւ այլ եւ այլ եւ այլ։ Բայց իմ փորձից շատ մեծ տոկոս, որ ես տեսնում եմ իմ պրակտիկայում, այդ բիզնեսները փակվում են, որովհետեւ իրանք չունեն ֆինանսական եւ հարկային basic կրթություն, տարրական կրթություն։ Այսինքն դու պետք չի մասնագետ լինես հարկային կամ ֆինանսիստ, դու ունես հաշվապահ, ունենաս, բայց դու պետքա հասկանաս ֆինանսն ու հարկը որպես բիզնեսատեր, որ չընկնես այդ 50%-ի մեջ։ Դա մեծ տոկոս է։ Այսինքն դու պատկերացրեք ժայռից թռնում ես ու քեզ ասում են դու 50% շանս ունես որ կապրես այդ թռիչքից հետո։ Բիզնես բացելը նույն բանն է։ Մեծ է շանսը փակվելու 5 տարում։ Եվ մանավանդ երբ որ փակվում են 4-րդ, 5-րդ տարում, այսինքն եթե դու վատ մարքեթինգ ունես, քո բիզնես այդեան է վատ, դու չես հասնի 4-րդ, 5-րդ տարի։ Առաջ 2-րդ տարում կփակվես։ Այսինքն եթե դու ասել ես 4-րդ, 5-րդ տարի ու փակվել ես, նշանակում է որ ինչ որ քո բիզնես այդեան վատը չէր, դու ուղղակի մի բան սխալ ես արել վերջում։ Եվ այդ սխալը հիմնական 4-րդ, 5-րդ տարում հարկեր, ֆինանսներ։ Դու ապրանք ես ծախում, ինքնարժեքը չես հաշվել, ճիշտ ձևի, մի հատ տեղ է գալիս, սկսում ես մինուս գնալ, հարկերը չես վճարել ժամանակին, կամ օրենքի սահմաններում չես իջացրել հարկերը։ Շատ խորհուրդ կտամ մանավանդ մեր հայ բիզնեսատերերին ունենալ ճիշտ հաշվապահ եւ հաշվապահն բժիշկի նման մի բան է։ Դու չես գնում ամենաէժան բժիշկի մոտ, դու գնում ես լավագույնի, դա տեղը չի խնայելու։ Եվ սա ասելով ես իմ պրակտիսում տաքս չեմ հաշվում, այսինքն ինձ կլիենտ պետք չի սա ասելով, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս մեր համայնքին, որ մեր բիզնեսատերերը ճիշտ mindset ունենան, որ ինչպես բժիշկը, այնպես էլ քո ֆինանսական խորհրդատուն, քո հաշվապահն, քո financial advisor-ը, որ քո ինվեստիցիաներն անում, դու չպետք է գնաս ամենաէժանի մոտ։ Այսինքն եթե մեկը $200 tax հաշվում ու դու ունես արդեն բիզնես, այո, դու պետք է արդեն վերանայես, արդյոք այս հաշվապահն արդեն ժամանակն է փոխելու։ Եվ սա չարախոսել չի $200 հաշվող tax հաշվապահները ճիշտ հասկացեք։ Եթե մեկը ուղղակի W2 է ստանում, paycheck է ստանում, ինքը կարիք չունի գնա CPA-ների մոտ հազարավոր դոլարներ տա։ Խոսքս վերաբերվում է աճող բիզնեսներին, որ իրանք պետք է ունենան ճիշտ խորհուրդ, որ չընկնեն այդ 50%-ի մեջ։ Վարդան, շատ շնորհակալ եմ նորից այս հետաքրքիր եւ ուսանելի զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Նարինե, ուրախ եմ լինել քո ոդքասթում։ Իսկ մեր դիտորդներին ուզում եմ հայտնել, որ եթե ունեք հարցեր հարկերի, IRS-ի, հաշվապահության վերաբերյալ, կարող եք օգտվել մեր այս տեսանյութի կոմենտների բաժնից եւ բավարար քանակի հարցեր ունենալու դեպքում մենք կպատրաստենք հատուկ ռեպորտաժ եւ կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։ Իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը եւ հավանելով մեր տեսանյութերը։ Շնորհակալություն։